Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ինչ ակնկալիքներ ունեք կոնկրետ դատարանից եւ պարոն Դանիելյան, ինչով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այդ ելույթը ազգային ժողովի ամբիոնից, եթե ներկա էիք, նաեւ ընդդիմությաններ ուղված, որ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն, պահը հասունացել է։ Ակնկալիքները անկեղծ ասած մեջ չեն, գիտենք որ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն, Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն, ամեն վայրկյան, ամեն պահի ոտնահարվում են, ինչը կարելի է իշխանությանը, դա քրեական գործադառնում ընդդիմախոսների պարագայում։ Եվ ակնհայտ է, որ իշխանությունը ազատ խոսքը լռեցնելու եւ ընդդիմախոսներին չի ուզում պատկերացնել ընդդիմախոսներին ազատության մեջ։ Ինքը պատկերացնում է ընդդիմադիրներին քրեակատարողական հիմնարկում։ Ինչ վերաբերում է այսօրվա ելույթին, էլի հերթական մարզումն է։ Ինքը լավ հասկանում է իր մոտ կան եւ սոցիոլոգիական հարցումները եւ այն իրական պատկերը ինչ որ կա մեր երկրում, այլևս ինքը վստահություն չունի, մի փոքր խումբ տարբեր դրդապատճառներով իր շուրջը հավաքված է, գերակարատաշտին մոտ լինելու, տարբեր պաշտոններ զբաղեցնելու եւ նաեւ կա, չեմ կարող նաեւ այդ բացառել, որ կա նաեւ մի խումբ, որ հայտնի խոսք է, չէ, եթե ուղիղ եթերում էլ մարդ ուտի, մեկը ասելու են, որ դա երևի ինչ որ օգտակար է եւ դա արվում է մեր երկրի մեր պետության համար, այդ խումբն էլ կա, չեմ կարող բացառել, բայց այն մեր ժողովրդի ես էլ բազմաթիվ շփումներ եմ ունենում, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է։ Միգուցե մի մասը վախենում է, որտեղ իրոքից այդ մախի մթնոլորտը ասում է, եթե օրինակ նման կերպ են վերաբերվում ազգային բարերարի հետ, նման կերպ են վերաբերվում սրբազանների հետ, որդեկորույս ծնողների հետ, հերոսացին ծնողների հետ, զինվորականների հետ, լրագրողների հետ, բլոգերների հետ, գործարարների հետ, մեզ հետ ինչի չպետք է տենց վերաբերվեն։ Ազգային ժողովի եթե падգամավոր կա անազատության մեջ, մենք էլ եթե ինչ-որ մի բան խոսենք, վախի մթնոլորտը կա, բայց այն որ մարդիկ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է իրան, դա փաստ է։ Եվ դա իրեն բերել է հերթական ցնցումների մեջ, այսինքն ինքը անընդհատ պարբերաբար մենք տեսնում ենք, չէ՞, ծիգերի մեջ է, այդ ցնցումների մեջ է, եւ այդ ցնցումների հերթական դրսևորումն էլ ազգային ժողովում էր եւ այս չարիքի իշխանության պարագլուխը այսքան ավեր, այսքան աղետ բերած մարդը խոսում է նրա մասին, որ չի պատկերացնում, որ օրինակ ընդդիմությունը լինի ազգային ժողովում։ Այն որ մենք գիտենք իր նպատակները որն է, իր նպատակը հետեւյալն է։ Ինքը հավաքի 50+1, ընդդիմությունն էլ լինեն սատելիտ իր ուժերը։ Գիտեք սատելիտները ովքեր են, դրանց անունները, ազգանունները հայտնի են, դրանց ով լինելը հայտնի է, հասարակության համար արդեն որևէ մի գաղտնիք չկա, բայց ես ուզում եմ նաև փաստել, որ եւ համոզմունք հայտնել, որ հաջորդ խորհրդարանում ինքը կարծում եմ կլինի, այդ 5%-ի շեմը կհաղթահարի վարչական ռեսուրսներով, լծակներով եւ այլ եւ այլ։ Բայց սա իր վերջին բյուջեի, ուրեմն քննարկումներ եւ վերջին անգամ այդ բյուջեն ներկայացնում եւ ես այդ համոզմունքը ունեմ, որ ճիշտ է դժվար ալնելու, հեշտ չի լինելու, որովհետեւ sense ամուր կարճած է իր աթոռից եւ իրեն միջև 2050 թիվը երևի պատկերացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, դե իմիջիալոց իր համակիրներն էլ, իր աջակիցներն էլ իրանով ոչինչով չեն տարբերվում, տարբեր թվեր են ասում են, օրինակ 2075 թվին են իրեն պատկերացնում, 2080 թվին են պատկերացնում, էլ ավելի խորը գնացող թվեր կա, բայց դա անքննելի է, էլի որ ասում է, այդ մարդկանց չգիտեմ, էլի, ոնց են այդ մարդիկի հայտ գալի, բայց տենց մարդիկ էլ կան։ Ձեր վստահությունը ինչի վրա է հիմնված, որ ասում եք բյուջեի վերջին քննարկումներ լինելու։ Վստահությունը գալիս է նրանից, որ իմ շփումները թույլ են տալիս այդ դատողությունները անելու։ Տեսեք, տնտեսության վիճակը, տնտեսվարողների նկատմամբ այս բռնաճնշումները, տարբեր ոլորտային խմբերի հետ նաև հանդիպումներ ենք ունում, հասկանում ենք։ Գյուղերում այն ինչքան էլ որ ասի ես մի քանի
դպրոց եմ կառուցել, մի քանի մանկապարտեզ եմ կառուցել, բայց ես խնդրում եմ ձեզ գնալ եւ ուրեմն տեսնել մարզերում մեր հայրենակիցների վիճակը։ Շատ ծանր վիճակ է։ Օրեցօր թանկացումները, այս սոցիալական անարդարությունը, այս դատական համակարգի, ես չգիտեմ, էլի ինչ անուն տալ, որ ասենք այս ինչ վիճակ է։ Այսինքն բոլոր ոլորտներում այս մարդը ձախողման է տարել։ Անվտանգային կլինի, սոցիալական կլինի, տնտեսական կլինի, արտաքին հարաբերությունների կլինի։ Տեսեք, այսօր Ալիևը երբեք ամենավատ երազներում մենք չենք կարող պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետության որևէ մի իշխանություն կախված կլինի Ալիևի կմահաճույքից, էլի իշխանություն լինել թե չլինել։ Այսինքն դա ոնց կարա հայ մարդը ոնց կարա հանդուրժի։ Հայի տեսակը ոնց կարա հանդուրժի այդ ամեն ինչը։ Անընդհատ զիջումներ, անընդհատ տալիս է ասում փառավոր հաղթանակ ենք տալիս։ Հանձնում ասում Ժողովուրդ ջան, դուք մի տեսեք է որ դա վատ բանով մի տեսեք ասում հանձնել ենք, ասենք չէ, ինքը չի ասում հանձնել։ Դե սահմանազատում ենք արել օրինակ, տարածք ենք ստա։ Ինչ է ստացել։ Այսինքն բացի զիջելուց, բացի աշխարհաքաղաքական կենտրոնների Հայաստանի Հանրապետության տարածքում այդ բախումներից եւ դրանից բխող բոլոր բացասական հետևանքները ինչ են ստացել։ Ցորեն 4-րդ կարգի անասնակեր, այդ են ստացել ու անդադ ամեն վարքյան ամեն րոպե թմկահարում են դե տեսեք ինչ ա եղել էլի։ Արցախը հանձնեցին 25% Հայաստանի ցորենի պահանջարկը բավարարում է եւ բավականին պոտենցիալ կար եւ աշխատանքներ են տարվում, որ դա ավելի մեծացվի։ Հիմա ինչա բան անենք, ասենք դե հա Արցախը չկա, բայց ինչ լավ է Ադրբեջանի տարածքով անասնակեր ցորեն է, լավ դի ոնց կարա հայ մարդը դա ընդունել, չգիտեմ էլի։ Էականը ճանապարհների ապաշրջապակումը։ Ուր այդ ճանապարհների ապաշրջապակումը։ Հայաստանի Հանրապետության որ ճանապարհն է ապաշրջափակվել։ Որ ասեք ես էլ իմանամ այդ ճանապարհը որտեղ է ապաշրջափակվել։ Ոչ մի ապաշրջափակում էլ չկա, հակառակը մենք տեսնում ենք, որ նաև 3 ուրեմն արտաքին հետախուզական ծառայության Ռուսաստանի հայտարարությունը, տարբեր պաշտոնյաների հայտարարությունները եւ սա կներեք լավ բանի չի տանում էլ էս ամեն։ Ընդհակառակը մեր տնտեսությունը մեծամասամբ կախված է ԵԱՏՄ շուկայից, բայց մենք հիմա հարաբերությունների լավացում չենք տեսնում, հակառակը հարաբերությունների վատթարացում է տեղի ունենում։ Այսօր ես խոսում եմ մի տնտեսվարողի հետ, ասում էր, որ արդեն տևական ժամանակ է իր արտադրանքը չի կարող Վրաստանի տարածքով տեղափոխել ԵԱՏՄ շուկա եւ իր տնտեսությունը, իր ուրեմն երկար տարիների քրտինքը, որ աշխատել է տարիներ քարի վրա դրել այդքան վարկերով եւ այլը, այսօր այդ տնտեսությունը փլուզման եզրին է կանգնած, որովհետեւ իրենց ոչ ճիշտ ես մեղմ բնութագիր եմ տալիս էլի, եթե չասեմ հիմար քաղաքականության անհեռատես քաղաքական արդյունքում այսօր հարաբերությունները վատթարացել են Վրաստանի հետ։ Վրաստանի հետ վատթարացել են, ընդունել են բանաձև, որ ըստ այդ բանաձևի Վրաստանի իշխանությունները լեգիտիմ չեն։ Սա նորմալ է։ Սա նորմալ է։ Իհարկե նորմալ չի։ Իհարկե այս ամեն ինչը լավ տեղ չի տանում։ Ոչ թե ճանապարհներ են ապաշրջապակվում, այլ հարևան բարեկամ երկրների դաշնակիցների հետ ունենք շատ լուրջ հարաբերությունների վատթարացում եւ եթե այս տեմպերով շարունակվի Հայաստանի Հանրապետությունը կարճ ժամանակահատված հետո տնտեսական լրջագույն խնդիրների առջև կանգնելու։ Իդեպ այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ձեզ էր մեղադրում, նկատի ունեն Սրբազան պայքարի մասնակիցներին, աջակիցներին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանին, ասում է սև զգեստը հագել Գիրանցի թաղումն էին անում, ուր է Գիրանցը, մտածում էին կորցրել են, բայց Գիրանցը կա։ Ու թվարկում էր, թե ինչ ձեռքբերումներ է տեղի ունեցել։ Կեսը տալը Գիրանցի ձեռքբերումը, կամուրջը տալը, այգիները տալը, տները քանդելը, դա ձեռքբերում է։ Դե ասեք, ես չեմ հասկանում, էլի իրա փսիխիկան ես չեմ հասկանում, էլի ես չգիտեմ, հատուկ իրան մարդ է պետք որ հասկանա, ես միգուցե չեմ կարողանում հասկանալ, ոնց կարա տարածքներ հանձնի եւ դա համարի ձեռքբերում։ Եվ եթե ինչ որ մարդիկ էլ կան
կային եւ կան եւ այդ մարդկանց թիվը քիչ չի, որ ասում է, որ դու հանձնել ես, տարածք ես հանձնել, կենսական նշանակության տարածք ես զիջել Ադրբեջանին, դա իրոք հասկացող մարդկանց համար ցավ է։ Եթե այսօր քայլող մեր մի հայրենակցի հարցնես, ասես տարածք հանձնել ինչ է, ցավ է։ Մենք դրա համար իրոք ցավել ենք, մենք դրա համար իրոք ողբալու է, ինչա ինքը ուրախացել է, չէ՞ երևի։ Եվ շատ հաճելի է եղել ինան այդ տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Ասում են, սա տարածքներ են վերցնում։ Սա տես ինչ տարածքներ են տալի, տվեցին։ Ոնց կարա հայ մարդը չցավի կամ չողբա Արցախի կորստի համար, Տավուշից տարածքներ հանձնելու համար, Ջերմուկի գլխին թշնամին նստելա, Գեղարքունիքի բարձունքները վերցրելա, Սյունիքում ուրեմն բարձունքները վերցրելա, ջրային ակունքները վերցրելա, բայց ցավ չի, ինչ է դա։ Ուրախություն է։ Հայրաց համար ուրախություն է։ Միգուցե կարող եմ 2 սալյուտ էլ խփեն։ Շնորհակալություն։